Ռաֆայել Երանոսյան, Հրաչուհի Ուտմազյան, Ռուբեն Եսայան, Արմուշ, Լուիզա Ներսեսյան, Արփի Գաբրիելյան, Իննա Խոջամիրյան, Միհրան Ծառուկյան, Աղաս Մանուկյան։ Ինչ ես կարծում նոր, ինչն է միավորում այս մարդկանց։ Միգուցե նոր սիթքոմում են նկարահանվելու։ Չէ։ Հիշողությունը։ Կարող եմ կար պատասխան։ Լասա, դու ինչ ես ասում։ Ես առաջարկում եմ տարբերակ, որ նույն ինքնաթիռով գնում են Եգիպտոս։ Չէ։ Շատ հավանական տարբերակ չի։ Դե ինչն է, լավ, ինչ է։ Ֆուտբոլի նոր հավաքականն է մեծ։ Մեր նոր ֆուտբոլի հավաքականն է։ Ցենց ասեմ, վերջի խաղից հետո կարող է ավելի լավ ստացվի։ Ինքնաթիռը ամենահավանական տարբերակն էր կարծում եմ։ Չէ։ Ուրեմն իրանք իրականում ունեն ֆանտաստիկ հիշողություն, ինչպես ասաց Սիլվան, բայց միավոր չկա սենց, սիլը չի սկսել։ Ոչ անարդար է ես։ Ու իրանք հաղթել են մեր տարբեր հաղորդումներում։ Իսկ ով է լինելու մեր 14-րդ թողարկման հաղթողը։ Իսկ թե ով է լինելու կիմանանք մոտապես 42-48 րոպե անց։ Ես միշտ այն ժամանակ YouTube-ով առաջ եմ տալիս, վերջում տեսնում ով է հաղթում։ Հետո արդեն ինտրիգը կորում է։ Հիմա ես եմ նայել։ Ոնց ես ելես։ Չի եղել։ Այս տարբերությունը որ դեռ չի եղել էս նոր։ Չէ, անկեղծ, ցենց հիմա մեր նայողն էլ է, չէ՞ կարող նայել։ Ես գիտեմ ով է հաղթել։ Ուզում ես քեզ ասեմ, չվարես անիմաստ։ Բարի երեկո, դուք դիտում եք հիշաչար երեկոն առաջինի եթերում։ Վենեսուելա։ Դե լավ, խոսքով։ Առաջինի եթերում հիշաչար երեկոն է, բարի երեկո բոլորին։ Հաղորդման ժամանակ հյուրերը պետք է հիշեն ամենատարբեր մանրամասներ, տարեթվեր, փաստեր, իրադարձություններ, որոնք լսվում կամ տեղի են ունենում հենց նկարահանման ընթացքում։ Իսկ համահաղորդավարը շոուի ընթացքում կատարվող իրադարձություններից հենց տեղում կազմում է հարցեր եւ տալիս հյուրերին, ինչով էլ ստուգում է, թե ինչքան ուշադիր են նրանք։ Ամեն փուլում մասնակիցները ստանում են միավորներ, ամենաշատ միավոր վաստակացյուրը դուրս է գալիս սուպեր եզրափակիչ։ Կրկին 5 շաբթի, կրկին երեկո, այն էլ ինչ երեկո, հիշաչար եւ կրկին հրաշալի հյուրեր։ Մեր հյուրերին մի հատ բարձր ծափարենք։ Եվ առաջարկում եմ մի քանի փաստ Նոր ջան, միանգամից մեր հյուրերի մասին։ Այո, եկեք սկսենք Վաչեից։ Վաչեին ծափարենք, Վաչե Երիցյան։ Հրազդան գետի երկարությունը 141 կիլոմետր է։ Ավազանի մակերեսը 2560 կիլոմետր քառակուսի, իսկ գետի համանուն քաղաքում ԴՀԿ շենքում 1993 թվականի դեկտեմբեր 10-ին ծնվել է Վաչե Երիցյանը։ Հիմա շատերը կասեն, շատերի մեջ ես էլ եմ ասում ԴՀԿ շենքում ոնց է մարդը ծնվել։ Նախկին ԴՀԿ շենքում, հետո դառնա ծննդատուն։ Թե հակառակը, նախկին ծննդատ, այն ժամանակ ծննդատուն էր, հիմա է ԴՀԿ երևի։ Սկզբում ա ԴՀԿ եղել, թե? Ես ծնվել եմ դառնալ խառնեցինք։ Ես ծնվել եմ։ Այդ վաղ ԴՀԿ էր։ Հա, երևի ուշացումով եմ ծնվել, մտել եմ դառնալ դա։ Ձեր երեխան 4 կիլո 900 գրամ։ Ինչ եք ուշացնում վիճակը։ ԴՀԿ ենք։ Հիմա դառնալ ԴՀԿ։ Վաչենի դերասանական տաղանդը ցույց է տալիս դեռ ծննդատանը։ Համոզիչ խաղալով լացող երեխայի բավականին բարդ, խորը եւ ոսկե արմավենու արժանի կերպարը։ Վաչեն հրաժարվում է երկար մնալ հիվանդանոցում, պատճառաբանելով, որ պատրաստվում է իր նոր դերին, որի նկարումները սկսել են ընդամենը 21 տարի 35 օրից։ Կենտրոն թաղամասի 8-րդ շենքի 5-րդ բնականում է անցնում դերասանի վառ, գեղեցիկ ու խուճուճ տարիները։ Վաչեն հաճախել է Հրազդանի թիվ 14 միջնակարգ դպրոց։ Այնտեղ երբեմն նա հրաշալի կերտում էր պահակի կերպարը եւ ինքը իրեն թողնում տուն։ Ո՞վ է եղել Վաչեի ռուսերենի ուսուցչուհին, հարցնում է Վարդան Բադալյանը, շտապ եմ պատասխանել։ Նունե Սերգեևնա, Վարդան ջան։ Իսկ երբ է ծնվել։ Նունե Սերգեևնան համառորեն հարցնում է Սիլվան։ Ասեմ։ Նունե Սերգեևնան ծնվել է մարտի 18-ին, հորոսկոպով ձուկ է, իսկ այդ օրը կառավարող աստրոլոգիական մոլորակը Մարսն է։ Վաչե Երիցյանը կերտել է բազմաթիվ կերպարներ, կկարողանա նա այսօր կերտել հիշաչար երեկոյի 14-րդ հաղորդման հարթող կերպարը, կիմանանք վերջում ձեր ծափարությունների ներքո հայ սիթքոմի փոքրիկ իշխան Վաչե Երիցյան։ Լավ, հերիքա, Վաչեի բարեկամները թողեցնած Ռուսերենից դաս։ Վաչ, անկեղծ, իստումա բոլորին հետաքրքրում է մի հատ հաց, ընդհանրապես նման բան կա, չէ, որ ասում են, եթե երեխան ծնվում է ինքնաթիռում, հետո ամբողջ կյանքը անվճար կարա ճանապարհորդի ինքնաթիռով։ Որ գնացել է երկրի քաղաքացի։ Այդ երկրի քաղաքացի եթե ծնվել է, ԴՀԿ-ում ծնվել է, ինչ առավելություն է տալիս, որ շենքը ԴՀԿ-ի է։ Միշտ 7500 մինուս է կար։ Ամեն ամիս սրարը գալիս է։ Ամեն ինչին 7500։ Լավ, Վաչեին ծափարենք։ Շարունակենք ծափարությունները Սիլվա Հակոբյան, մի հատ շատ բարձր։
Սիլվայի հարազատներն ավելի շատ էին ասում։ Չէ, Վաչեի հարազատները Սիլվային ավելի շատ են սիրում։ Ավելի հավանական է։ 1988 թվականի հոկտեմբերի 23-ին Վայոց-Ձորի մարզի Վայք քաղաքում գիշեր էր։ Իսկ Հակոբյանների ընտանիքում տոն էր, որովհետև այդ օրը ծնվել էր Սիլվա Հակոբյանը։ Սիլվան հիվանդանոցից դուրս գրվելուց անմիջապես հետո երբ եկավ տուն, նրան տանը սպասում է իր ավագ քույրը Մանեն, ով արդեն գրել էր Սիլվայի առաջին երգը։ Ո՞նց էր այդ երգը։ Որը հնչում էր մոտավորապես այսպես։ Մոտավորապես։ Սիլվայի հայրը հենց այդ պահին տեսնելով Սիլվայի երգելը անմիջապես կազմակերպեց Սիլվայի առաջին մենամերգը, որը անցավ լեփ-լեցուն ննջասենյակում։ Իրականությունը միանգամից տաղանդոտ նկատել են տանը։ Սիլվան առաջին անգամ դպրոց է հաճախել 1995 թվականին։ Նրա առաջին ուսուցչուհին եղել է Ընկեր Աբգարյանը։ Դպրոցում նրա կողքին էր նստում Նորայրը։ Սիլվան այդ ժամանակ չէր էլ կարող պատկերացնել, որ իր կողքին նստած է մի մարդ, ում այդ 2017 թվականի հունիսի 10-ին պետք է ամուսնանա։ Եթե Սիլվան դա իմանար, գուցե թույլ տար, որ Նորայրը արտագրեր տնայինները։ Ինչի՞ չէ։ Հետաքրքիր է, թողել ես թե չէ այդ ժամանակ։ Մենք միշտ կռվել ենք իրար հետ, բայց արտագրելու համար չէ, ընդհանրապես իրար հետ Մինչև հիմա։ հաշտ չենք եղել։ Չէ, հիմա չէ։ Հիմա նորմալ է, այդպես մատ եմ բաներ։ Իշո մի պահ բարիշել են ու որոշել են ամուսնանալ։ Առաջին մեծ մենամերգը Սիլվայի եղել է 2010 թվականի հոկտեմբերի 16-ին մարզամերգային համալիրում, իսկ երկրորդ մենամերգը 2013 թվականի հուլիսի 29-ին Վայքի Արևիկ մարզադաշտում։ Սիլվան թողարկել է 50-ից ավել տեսահոլովակ, 5 ձայնասկավառակ, 100-ից ավել երգ։ Այսօր Սիլվան չի ակել իր կանաչ կարմիր շորերը եւ չի ապարելու Սիլոյի պարը, որովհետեւ դրա ժամանակը չկա, պետք է ուշադիր նստած հիշի թե ինչ է կատարվում։ Սիլված երգչուհի Սիլվա Հակոբյան, եկեք ծափարենք։ Ես ուզում եմ մենք մի քանի բառով խոսենք քո մենամերգից Վայքի։ Ես այդ ժամանակ հիշում եմ, որ հեռուստացույցով ոնց-որ գովազդվում էր Վայքի մարզադաշտում մենամերգ։ Հետաքրքիր է, քանի մարդ էր ներկա այդ համերգին։ Այդ համերգին հետո ես մենա համերգել ունեցա, մի հատ համերգ կար, որ իմ որ 20-ամյակս էր էլի Վայքում, էլի մարզադաշտում այդտեղ անգամ Վարդանն եկար։ Մարզադաշտում 20-ամյակ, պատկերացնում ես։ Ֆուտբոլիստի ծնունդ է։ Դե ախր շատ դուրեր կան, որ դե նշենք։ Ստադիոն։ Նա համես ստադիոն վերցնում։ Համես, չգիտեմ, 10,000-ով ստադիոն վերցնենք։ Դե ինձ թվում է հաստատ 10,000-ից ավել հանդիսատես կար, որովհետև լեփլեցուն էր, անգամ ես շատ դժվարությամբ եմ հասել, օթերով։ Տեղ չկար մեքենաները։ Օքսերը վաճառված է, Սիլվա ջան։ Ինչ մարդեր երգում, ինչ որ ու քիչ իմերնա։ Իսկ ինչ-որ առանձնահատուկ էր այդ օրը, որ ծննդավայրում էր այդ համերգը։ Հա, իհարկե, ավելի մեծ էր պատասխանատվությունս, ու գիտես ինչն ամենաշատը տպավորվել, որովհետև դրսում էր ամառ էր, ու երբ որ ես այդ օրը հասկացա, թե մոծակը ինչ համ ունի, որովհետև ես մոծակը ինչ համ ունի։ 2 անգամ շնչեցի, 2 անգամ մոծակը գնաց։ Մոծակտար գիտի դու ինչ համ ունես կարծում։ Շնչում էի, որ երկեից, մկել մոծակը գնաց։ Բայց գնաց ընտեք երկի։ Միանգամից մոծակի համար գիշեր դառա։ Ասեմ, որ այդքան էլ վատ չէր, հա, այնպես բավականին համով էր։ Հոգում մոծակ է։ Ու թախից։ Մոծակի Ու բզոց։ Ու դուզոց։ Լավ, Սիլվային բարձր ծափարենք։ Վարդան, Բադալյան մի հատ բարձր ծափարություններ։ 1968 թվականի դեկտեմբերի 21-ին Ապոլոն 8-ը մեկնարկեց դեպի լուսին ուղևորությունը, դառնալով առաջին մարդատար առաքելությունը, որը դուրս եկավ երկրի ուղեծրից։ 16 տարի անց 1984 թվականի նույն օրը ծնվեց Վարդան Բադալյանը։ Վարդանը դեռ փոքրուց սիրում էր երգել։ Նա գնում էր դաշտ, որտեղ կար լքված ավտոբուս, ներս էր մտնում եւ սկսում երգել այնքան ժամանակ, մինչեւ ռեժիսորներից մեկը 25 տարի անց նկատեց Վարդանին եւ սկսեց նկարել։ Այդպես ծնվեց Վարդան Բադալյանի ամենահայտնի «Էլ սեր չկա» երգի տեսահոլովակը։ Վարդանը ստիպված էր հաճախ փոխել դպրոցը, ինչի պատճառով նա ունի ավելի քան 820 դասարանցի, որոնցից 97%-ին անգամ չի հիշում Վարդանը։ Վարդանը շատ էր խաղում դրսում եւ չէր ցանկանում տուն վերադառնալ։ Նրա տանեցիները նրան հաճախ ասում էին՝ «Ետ արի, ու մի գնա»։ Տարիներ անց Վարդանը հիշեց այդ տողերը եւ դարձեց իր ամենահայտնի կատարումներից մեկը։ Լսելով Վարդանի երգերը երբեմն տպավորություն է, թե նա երգում է մեքենայի մեջ։ Ախ, մի անգամ էլ զիջեիր, անցա գնացի։
2010 թվականի փետրվարի 27-ին տեղի ունենում Վարդանի առաջին հոգու լույս ձայնասկավառակի շնորհանդեսը։ Ձայնասկավառակում տեղ էին գտել 15 երգեր, որոնց հեղինակներն էին Մանե Հակոբյանը, Արսեն Գրիգորյանը, Որ Արսեն Գրիգորյանն է, ռոմանսների, հա, չէ, դու մոռացի։ Ռիչարդ Մադլենյանը դե։ Եվ Ռուզաննա Անդրեասյանը։ Վարդանը ամուսնացած է, շատերը իմանայում են, ասում են, բայց հիմա չէ, Վարդանը մոռացեք։ Վարդանը ամուսնացած է, ունի 2 երեխա եւ ասեմ ավելին 4995 ընկեր Facebook-ում։ Վարդանը գիտի հին ու նոր ժողովրդական բոլոր երգերը, ընկույզի մուրաբայի պես քաղցր ձայն ունեցող Վարդան Բադալյան, եկեք ծափարենք սիրված երգիչ։ Վարդանին անսպասելի հարց եմ հիմա տալիս։ Սիլվա Հակոբյանի ամենաքոսիրած երգը ո՞րն է։ Խնդրեմ շարունակեք։ Իմ հոգին դատարկ է ու անսել, ես ուզում եմ երազել, ես ուզում եմ քեզ սիրել, ես ուզում եմ քեզ ներել, բայց ուշ է։ Կամաց վերցնում է երգը։ Պետք է էստաֆետը փոխանցենք Սիլվայի։ Ես ասեմ, որ առաջին անգամ հիմա առաջակամ Սիլվան երգի Վարդանի երգերից։ Վարդան երգեց, Սիլվան սիրում է գիշեր ես, որ նոր երգեց։ Սիլվան ինձ նայող աչքեր, որտեղ արցունք չկա, ինձ նայող ինձ գերող շուրթերիդ մեջ ջերմություն չկա։ Շատ կավեր եղավ, չէ՞ բայց այդ երգը Հիմա հարց Վաչեին։ Բայց դա ծափարություն է։ Այդ երգը պատմություն ունի իրականում։ Ոնց, երգը պատմություն ունի, խնդրում եմ։ Ուրեմն տարիներ առաջ 2006 թվականին ընծա համահայկական տենց մրցույթ կար, որտեղ հաղթողին ոնց որ հեղինակը երգ է նվիրում եւ Մանեն Սիլվայի քույրիկը ինձ այդ երգը նվիրում է, որ ես իմ առաջին ոնց որ երգս ունենամ։ Ես գնում եմ Սիլվայից տուն, տենց մի հատ տենց այնքան որ նվագում է այդ գարը։ Սիլվան երգում է, որ ես տանեմ սովորեմ ու հետո տանեն գործիքավորողի մոտ։ Ու այդ այն ժամանակ դա դիսկերով էր, CD սենց։ Չգիտեմ այդ դիսկը ոնց է հայտնվում, կորում է, թե ինչ, հայտնում է ամբողջ ռադիոներով ու կատարմամբ տարածվում մի տարի Վարդանի թեթև ձեռքով ու բոլորը գիտեն թե դա իմ երգն է, հետո Անոնսը դու ես արել։ Գովազդ ենք արել, լավ գովազդ։ Այստեղ նստած են շատ տաղանդավոր, շատ հայտնի երգիչ եւ երգչուհի, բայց միակ մարդ է տաղավարում, որ դարձել է ԱԼՄ-ում ադամանտ, Վաչե Երիցյան, նա ծափարենք։ Բայց մեծ դժվարությամբ։ Ես տեսել եք, չէ՞ այդ վիդեոները, որ Վաչենը գրածա ով է։ Խնդրում եմ երգը քեզ խնդրում եմ երգի, որով ես մտել շոու բիզնեսում։ Sul mare lucciga l'astro d'argento la cida el carameli շարունակի։ Շարունակի իհարկե։ Prospero il vento։ Մեծ ընդհանուր էլի։ Venita la barchetta mia Santa Lucia Santa Lucia։ Ու մտավ գիշերեն։ Գիշեր։ Բրավո, եկեք ծափարենք։ Ես ուզում եմ ծափարենք մեր համահաղորդավար Նորոին, այդ բարձր ծափարենք։ Լսելեմ երգին։ Չէ, դու մի երգի Նորոն մարդ է, ում զարթուցիչ արդեն քանի տարի է պետք չի, որովհետև նա ունի 2 երեխա, որոնցից մեծը 3 տարեկան է։ Պատկերացնում եք փոքրի մոտ ինչա կատարվում։ Փոքր 2 տարեկան Աղասին եւ Սարգիսը Նորոին եւս ծափարենք, բարձր Ամբողջ երեկոյի ընթացքում դուք կարծնեք, ինչ է անելու Նորոն այս թանկանոց եւ բացովի կամպյուտերով։ Այո։ Իրականում ձեր ցանկացած ասած բառ Նորոն հետո օգտագործելու է ձեր մրցակիցների դեմ, այնպես որ ինչքան շատ խոսեք, դրանք դառնալու են հարցեր, թե ինչ, եթե պարզ է մեր խաղի կանոնները։ Հիշաչար երեկոն մի նախագիծ է, որի պատասխանները հնչել են արդեն հարցերից առաջ։ Ահա ձեզ միանգամից մի քանի պատասխաններ։ Երկաթուղի, շրջագայություն, Փարիզ, ճողոպրել։ Դե հիմա նստեք ու սպասեք, թե երբ են հնչելու է սրանց հարցերը։ Ինչ է, ես էլ կասեմ հիմա։ Ասա։ Զարդանախշ 125200 Վենեսուելա, Պորտուգալիա։ Այմա երբ որ այն առաջինները մոռացաք, առաջարկում եմ ձեր ծափարությունը ներքո անցնենք առաջին փուլին։ Իմ ուղեղս դեռ այսքան լարված շորողով։ Ուշադրություն հրատապ դեպք։
Վանաձորի Հացի թևեր ռեստորանային համալիրում տեղական ժամանակով 10:47 ռեստորանի տարածքում պահվող արջը փախել է իր վանդակից եւ ներխուժել ռեստորանի տարածք։ Ռեստորանի Ռենեսանս թվով 4 սրահում արջը կոտրել է սեղան, աթոռ եւ հարսի ու փեսայի սեղանից կերել կեսարախցան խրթխրթան հավի մսով, հյութալի սոուսով եւ 23 կտոր խոզի խորոված հանելով վրայից ծոխերը։ Վերջում արջը հայտնվել է ռեստորանի ամենամեծ VIP սրահում, որտեղ տեղի էր ունենում Հրանտի եւ Աստղիկի հարսանյաց հանդեսը։ Զույգը 3 տարի նշանված լինելուց հետո որոշել էր ամուսնանալ։ Արջը ներս մտնելով սրահ մոտենալով երաժիշտներին պատվիրել է Փաշիկ Ալավերդյանի Վարդեր երգը։ Բարի է հրավիրել հարսնաքրոջը Ելենային եւ 11 րոպե ապարելուց հետո արջը արցունքները աչքերին վերադարձել է իր վանդակ։ Իրավիճակը հիմա կայուն է։ Արեց կարը արջա եղել։ Եվ այսպես առաջին հարցը Վաչեին 100 մեգաբայթ։ Պատրաստ եք։ Այմա սկսվում է իրականությունը։ Նախաբանից հետո առաջին հարց Վաչե ջան։ Խնդրում ենք նշել գոնե 3 անուն ազգանուն, ովքեր հաղթել են հիշաչար երեկոյում։ Աղաս Մանուկյան, Ո դետի։ 3 անգամ չասես է։ Իննա Խոջամիրյան, Օպա։ Ռուբեն Եսայան։ 100 մեգաբայթ Վաչե Երիցյանին, բրավո։ Վատ չէր։ Ինձ հեշտ հարց կա։ Վատ չէր։ Եվ այսպես հաջորդ հարցը Սիլվա Հակոբյանին, որ աստրոլոգիական մոլորակներ կառավարում մարտի 18-ը Վաչեի ուսուցչու ծննդյան օրը։ Մարս։ Մարս 100 մեգաբայթ։ Սա Մարս ձեզ։ Ես հեշտ հարց չէ։ Հարցը դժվար էր, բայց պատասխանը հեշտ էր։ Մարս։ Եվ այսպես Որ հակառակ լիներ, հաստատ չի կարա այդքան ասել։ Ասենց ասեմ, ինձ տար չէի գարշված։ մեր հայկանները հեշտ են այնքան, ինչքան TikTok-ում հայտնի դառնալը։ Եվ այսպես հարց Վարդանին, որ թվականի առաջին անգամ Սիլվան հաճախել դպրոց։ 95 95 100 մեգաբայթ։ Լավ թիմա։ Ակիդ գնա ֆուտբոլի։ Այժմ հարց Վաչեին, Վաչե ջան, որ երկրի անունը միաժամանակ ասցին Գրիգը եւ Նորոն։ Ես գիտեմ։ Միաժամանակ։ Միաժամանակ։ Ֆրանսիա։ Հիշեցի։ Մոտ է, շատ մոտ է։ Բոլոր տարերը սխալ ասեցիր։ Ահա։ Նայ Վարդան ուզում աչքի ընկնի, ուզում նկատվի։ Կանե որ Վաչեն ինքերեսից առաջում հետաշվակ։ Հետաշվակ։ 2 1 Վենեսուելա։ Ես այդտեղ կանգառում 100 մեգաբայթ Վաչեին ծափարենք։ Բրավո։ Հաջորդ հարցը Սիլվա Հակոբյանին, ըստ Գրիգի հայ սիթքոմի ինչն է Վաչե Երիցյանը։ Գուրգեն Դաբաղյան։ Մեծ։ Հայ սիթքոմի Գուրգեն Դաբաղյան Վաչե Երիցյան։ Բայց ուսումը շատ լավն է։ Շատ լավն է։ Հիշեցի որ պետք է ասեի, ինքը ասեց, ու ես պետք է ասեմ փոքր իշխան, ասեցի ուզում եմ ասեի մեծ իշխան։ Դե անտեն մեծացել է։ Այո, փոքրիկ իշխան Սիլվա Հակոբյան 100 մեգաբայթ։ Շատ լավ ուսում է։ Հրաշալի հիշողություն։ Եվ այսպես հաջորդ հարցը Վարդանին։ Վայքի որ մարզադաշտում եւ որ թվականին է տեղի ունեցել Սիլվայի երկրորդ մենամերգը։ Ուրեմն Արևիկ մարզադաշտում Առավոտ է։ Որ թվական 2002-րդը թե առաջինը։ երկրորդը։ 16 ոնց որ։ Վայ, այդ վաղ մարդ արդեն Չէ, հավատվել է։ 10, 2010։ Այդ վաղ Այդ արդեն հալած չէր։ Առաջիններ։ Առաջինն էր, ես եղել եմ դրան։ Մեջտեղները։ Մեջտեղները Մեջտեղները, կիսի։ Ես այդքան է մեջտեղ չանում, է Վարդ։ դե լավ ես երրորդ թիմն էր արդեն։ Այ Ես փորած բաներ ունի, է։ Նայ, ասի 2010 ու 2016։ Հիմա ասում ենք մեջտեղները։ 13 առանց ուշելու, վարդապանել են 100 մեգաբայթ։ Հարց Վաչեին, քանի դասանցի է ունեցել Վարդանը։ 820։ Ես հպարտ եմ։ Վարդանի։ Բրավո, 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 բրավո։ Հարց Սիլվա Հակոբյանին եւ այսպես։ Բոլորի անազգան։ Ինչ? Բոլոր դասանցիների անազգանորեն։ Արջը ներս մտնելով սրա։ Չեմ ֆիքսել։ Արջը ներս մտնելով սրա։ Ում երկներ պատվիրել։ Փայով անուներ։ Փաշիկ։ Ազգանունը հիմա։ Քաղաք կա, ինչ որ։ Քաղաքը վերցնում ես, Յանը ավելացնում ես։ Ան ավելացնում։ Ես հետաշվակն եմ սկսում։ Իրովական որ անց։ 3
2 1 Փաշիկ Այո, Վարդանը ինչ էր անում։ Նկատեցիք։ Չեք լսում ոնց է հուշում։ Այդ ազգանունը ոնց էր այսենց հուշում։ Լավ հայաց Երևանում հանրապետության փողոցը առաջ ոնց էին ասում ահա։ Ալավերդյան։ Այո, Հաշիկ Ալավերդյան, այսին առանց օգնության։ Ես ասեցի Ալավերդյան։ Այո։ արջից էլի, Այո, արջից։ Ես արչի չեմ։ Արջից։ կշռում արջը Քանի կիլո էր արջը։ Ուրեմն, արջը բարի էր հրավիրել հարսնակրոջը, ինչպես էր հարսնակրոջ անունը։ Ելենա։ Ելեն։ Այդ Մեկ րոպեն հետը պարեց։ Այո Ժամը պարել է։ Եվ այսպես հարց Վաչեին, ինչպես էր կոչվում Վանաձորի ռեստորանային համալիրը, որտեղ տեղի ունեցել արջի դեպքը։ հացի թևեր։ Այո Հա։ Բրավո։ 100 մեգաբայթ։ Հարց Սիլվա Հակոբյանին, քանի աթոռ էր ջարդել արջը։ Վայ, արջ ջան։ Ոնց էր մի 15։ 17։ 17 աթոռ։ Եվ այս շրջանի վերջին հարցը Վարդան Բադալյանին, խոզի խորովածի մեջ ինչը չէր սիրում արջը։ Արջը մտավ Ցեզար սալատ էր կերել։ Դիտեցիր ավելորդ ինֆորմացիան ուզում ես աչքի ինքնես մի 10 մեգաբայթ գտա։ 17 Ինչու՞։ 400։ Ինչ չէր սիրում օրինակի համար։ Դե լավ խորովածը ինչով չեն Նայ, ուտում արջը պատվիրում է, ինձ բայց առանց Սոխի։ սոխի, ճիշտ է, 100 մեգաբայթ Վարդան Բադալյան։ Եվ ամփոփենք առաջին փուլի։ Այո Միավորների, եթե այստեղ կարելի է ինչ-որ բան ամփոփել, առաջին փուլից հետո 3 հյուրեր ունեն 400 մեգաբայթ։ Եկեք սափարենք, բարձր 4 3 էլ ինչ են պատասխան ոնց էր առաջին փուլից հետո։ Ընտի։ Լավ է, տակած։ Վաչյան, Հա։ ասա, քանի միավոր ունես, հիշում ես։ 400։ 400։ Ետնաբեմում ինչ էր ասում մասնոջ ես չեմ կարող խաղում Իսկ ես չեմ կարող խաղամ։ Հետաքրքիր է, եղել է ինչ-որ մի հատ դեր քո կյանքում, որ այդ դերից առաջ ես նույն տեքստը ասել։ Հա։ Ես չեմ կարող խաղալ։ Բոլոր դերերս։ Ո՞րն էր ամենադժվար դերը, որը դու խաղացել ես քո կյանքում ու արդյոք ինչ-որ մեթոդ կա, որը օգնում է քեզ, որ հիշես դերը ամբողջությամբ։ Այս վերջում առաջին անգամ կյանքում խաղացել եմ մոնո ներկայացում։ Ու այսինքն այսքան տեքստ է։ Այսպես տեքստ է ու ես այդ ասում եմ, ես էդ էլ չգիտեի որ կարողանամ այդքան տեքստ հիշել։ Բայց շատ է տեքստ։ Այսինքն մենակ տեքստ է։ Մոնոյի վերնագիրը ոնց էր Լուսիեն Լուկ։ Ինչ։ Լուսիեն Լուկ։ Մենակ անունը Վերնագիրը հիշել է։ արդեն հիշել է։ Էրիկա, Վարդանը նստած մտածում։ Վաչեն նաև մեծ երկրպագուա ինքնաթիռների Ոնց ինքնաթիռն է երկրպագում, որն է գնում ես Զվարթնոց, հա, դրոշներով բան։ Չէ վստահ եմ Գրվում են Բոյինգ։ Սպասմա, Airbus էր։ վստահ եմ դերասան չլիներ օթաչու կլիներ Հա, բայց դերասան ես, կարաս խաղաս, որ օթաչու ես։ Չեմ խաղում, հեսա կլինեմ օթաչու։ Լուրջ։ լուրջ Լուրջ ես ասում։ մեկը ժամանակը կանչեք Վաչեն յուր կասենք այ օրինակ ամենադժվար ինքնաթիռը որ քշել ես Հա։ որն էր Airbus A380-ը։ Լավ, եկեք անցնենք առաջ եւ այսպես իսկ կա ինչ-որ դեր, որը երազում ես խաղաս։ Կուզեի Sherlock Holmes խաղայի մի անգամ կյանքիս մեջ։ Հա, բա երկու անգամ անհամություն կլներ։ մի անգամ էլ 60 Եվ այսպես այս փուլում ամեն ճիշտ պատասխան արդեն 200 մեգաբայթ է, հավաքվում ենք եւ առաջին հարցը Վաչեին ըստ Վարդան Բադալյանի ինչ անուններ էին հնչում հաղորդման սկզբում։ Իսկ Վարդան Բադալյանը չի հիշում։ Ինչ անուններ։ ինչներ միավորում նրանց գուցե այդ Ինչն էր միավորում նրանց։ Տարբերակ ասած։ Պատասխան չկա։ Պատասխան։ Իսկ ճիշտ պատասխանն էր Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ։ Ֆուտբոլը 6-1 Նոր։ Եվ այսպես հարց Սիլվա Հակոբյանին, որը կլինի ամենաբարդ ինքնաթիռը, որը կվարի Վաչեն, ըստ Վաչեի։ Airbus 380 ինչ-որ տենց։ հա այո Airbus 380, Սիլվա Հակոբյան 200 մեգաբայթ։ Եվ այսպես հարց Վարդան Բադալյանին, ըստ Վաչեի ինչ առավելություն է տալիս դահակայում ծնվելը։ Հա։ -7.500։ -7.500 200 մեգաբայթ։ Այ չէ, հավե։ Հարց Վաչե Երիցյանին։ Ըստ Սիլվա Հակոբյանի ինչպես է Սիլվա Հակոբյանը հասել մարզադաշտ համերգի օրը։ Վայ, այդ էլ եմ հիշում։ Ախր շատ քեզ մոտիկա է, մասնագիտական։ Թռնելով։ Չէ, մի քիչ ոնց թռնելով։ Դեպի ուր։ Ոնց։ Թռնելով դեպի ուր։ Այն որ դու Sherlock Holmes խաղաս, ինչ կլինես։
Բացին այս որ կհարստանաս, ինչ կլինես։ Հələ մեծ շնչի ու պատասխանի վաչ, դե էլ ինչ ասեմ։ Որ սա հուշես։ Օթերով։ Այո։ Օթերով, վաչերից են 200 մեգաբայթ։ Ասա շուտի սա բախտում։ Ասանք Սիլվա Հակոբյանին։ Ըստ վաչեի իրեն ներկայացնելուց հետո ով էր ծափարում դալիճում բարձր։ Ով։ Ասաց այ հենց իմ ով է ծափ տալիս։ Ես կուշեի, պրոստը երկու պատասխան ունեմ։ Որն երկու պատասխանը։ Հարազատները Ոչ, ռուսերենի դասը։ ռուսերենի դասատոնս վաչեի, հարց Վարդանին։ Ինչ է խաղացել վերջերս վաչեն ներկայացման անունը։ Մոնո ներկայացում է։ Մոնո ներկայացումը։ Այս էսել ուզում ենք։ Լուն բոլորս ենք հիշում։ Այդքան հերիքային թվում է, կարակ տակվի։ Լուսի, չէ, ես իմիշ լուսո։ Առավոտ լուսո, աղջի լուսո։ Ես այն շարունակությունն եմ հիշում։ 3 2 1 Ունեն արդեն ուրիշ բաններ։ Ինչ ճիշտ պատասխանը։ Վաչեն կասի։ Չէ, դուք ասեք։ Ոնց թե։ Դե դուք հիշեք։ Լուսիեն Լուկը հեշտ է։ Լուսիեն Լուկ հարց Վաչե Երիցյանին ինչպես էր Վարդան Բադալյանի առաջին ձայնասկավառակի անունը։ Ես փառատոնը կարամ հիշեմ, ընծա։ Ոնց ուրիշ բաներ ես։ Ես կարամ ավտոբուսը հիշեմ։ Համարները։ Չէ, չեմ հիշի։ Ճիշտ պատասխանն էր հոգու լույս։ Հոգու լույս։ Այո, հոգու լույս։ Չեմ ֆիքսել։ Հոգու լույս։ 2 րոպե շուտ հարցնեի։ Հարց Սիլվա Հակոբյանին ինչպես էր Նորոյի երեխաների անունները։ Սարգիս։ Նորոն էլ է հիշում հիմա, վերհիշում։ Սարգիս։ Okay։ Եվ Սխալ եմ ասում։ չէ, ճիշտ է։ Բայց այն մեկը չեմ հիշում։ Դեն մեկ ախերենի մեծն է։ Մեծն էր։ Պապայիս անունն եմ դրել ոնց։ Ես Սարգիսը չեմ Էլի հիշում։ ոնց որ ստարով էր։ Չէ, չէ։ Հիշում, չէ։ Չգիտեմ։ Արագարակ ինչքան այո ուզում ես անուն ասա։ Հաշվել ենք, եթե ճիշտ եղավ։ Գնաց։ 3 2 Աղաս։ Աղասի, այո, Վարդանին այս փուլի վերջին հարցը հնչում է այսպես Վարդանին բաժին ասավ իր սիրելի արջից Ես հիշում արջի։ արջից մոտիկ է որտեղ Հարցակրոջ Ելենայետ ինչքան էր ապրել արջը 11 րոպե 200 մեգաբայթ Վարդան Բադալյանի բարձր ծավալը Վարդանը արջի հետ իստում է ծր խոսացել են իրաց հետ Ծանոթ արջա Դիսումատ ինքն դեղ ա եղել պրոստե Դու դեղ ես եղել Վարդանը երկել է ընթացքում ուսաղ նայել օրջը Բա 4 սատ երկել եմ 11 րոպե բարել եմ Եվ այսպես ամփոփ ենք երկրորդ փուլից հետո Միավորները Եվ այսպես Վաչե Երիցյան 600 մեգաբայթ ծափարենք Շատ լավ է Սիլվա Հակոբյան 800 մեգաբայթ ծափարենք Եվ Վարդան Բադալյան եւ արջ 800 մեգաբայթ ծափարենք Եվ մենք այսենք ուրախ ծափերով ասում ենք մեր երրորդ փուլի Հասանք երրորդ փուլ, մտածեիր որ այսքան արագ կհասնենք։ Երրորդ փուլում ամեն ճիշտ պատասխան ձեզ տալու է 300 մեգաբայթ ու այստեղ ամենադաժան պահն է երրորդ փուլից հետո մեկ մասնակից լքելու է մեզ։ Սիրելի ընկերներ, ըստ մեր խաղի կանոնների առաջինը ընտրելու հնարավորությունն ամենաշատ միավոր վաստակած մասնակիցը, քանի որ Սիլվան եւ Վարդանն են, ով է ընտրում ձեզ, այդ Սիլվա ջան որպես իրական ջենթլմեն ազիջեց կամ ձայնային հաղորդագրություն կամ վիդեո կամ նորո GPT ընտրի որևէ մեկը, որից հետո ընչելու է 3 հարց քո համար, ամեն ճիշտ պատասխանը 300 մեգաբայթ։ Վիդեոն։ Վիդեո հարց, Սիլվա Հակոբյանը ընտրեց վիդեո հարց։ Տեսանյութը երկրորդը միավորներով Վարդանը Վարդան ջան մնաց ձայնային եւ ձայնայինը տես Վարդանը եւ նորո GPT-ին նորոյ պատասխաններով կպատասխանի Վաչեն այո դեռ կհասնենք դրան առաջինը խաղում ենք Սիլվա Հակոբյանի հետ հիմա կմիանա վիդեո որտեղ դու պետք է ուշադիր լինես ինչ է կատարվում ինչ են խոսում ամեն ինչին պետք է լարես քո տեսողությունը հիշողությունը լսողությունը Իսկ վիդեոն մեր ստեղծագործական խումբը ընտրել է հանրային հեռուստաընկերության այս եթերաշրջանի, Գառնանային եթերաշրջանի պրոմո հոլովակն է ընտրել։ Այժմ դուք տանը տեսել եք այս հոլովակը։ Եվս մեկ անգամ կտեսնենք հանրայինի նոր եթերաշրջանում ովքեր են լինելու, ինչեր են անելու, եւ նաեւ Սիլվա Հակոբյանը պետք է հիշի, այնտեղից հետո 3 հարց են լինելու։ Այսպես հատուկ Սիլվայի համար գնացինք։
Գարունն առաջինում լի է նոր ու անմոռանալի պահերով։ Պատրաստվիր վայելելու այս գարնան ամենավառ եթերաշրջանը։ Նոր նախագծեր, որոնք կզարմացնեն ու կոգեշնչեն։ Վերադարձ սիրելի հաղորդումներին։ Հեռուստանախագծեր, որ վերադառնում են այլ կերպով։ Այս գարնան լավագույն պահերը միայն առաջին ալիքով։ Մարտի 17-ից գարունը առաջինով։ Ալելույա, ալելույա։ Այո, ամբողջ գարնանը եղեք առաջինի հետ, իսկ հիմա մենք հասկանք, թե Սիլվան ինչքան էր ուշադիր դիտում։ Եվ այսպես, առաջին հարցը։ Մի անգամից, ինչ էր ուտում Արսեն Գրիգորյանը։ Մի քիչ անշնորհքավար էր ուտում, եթե անկեղծ։ Խմորեղեն ոնց է։ Արսենը չէ։ Խմորեղեն մեծ ցույց եմ տալիս։ Այսպես լսում եմ իր դեմքին, պատկասում ես այս խմորեղենները լսել եք։ Ասենք Գրիգորյանի հաղորդումից էլ կարելի է հասկանալ ինչ կուտեր։ Օ, լավներ։ Կինոյին է ցիտում տղան։ Պոպկորն։ Այո, պոպկորն, ինչպես հայերն են ասում, ադի բուդի։ Կարելի ասել 300 մեգաբայթ, մի հատ 300 մեգաբայթի ծափարություններ։ Շնորհակալ եմ օգնության համար։ Երկրորդ հարցը, ինչ գույն ուներ Խորեն Լևոնյանի կոստյումը։ Կարմիր։ Երրորդը եւ ամենակարևոր պահը եւ այսպես հոլովակում որտեղ էին ծաղիկները, երբ որ կադրում էր Գրիգը։ Այստեղ։ Ապրես։ Քեզ լավ ֆիքսեցի։ Ապրես, այս ուղակի է։ Չէ։ Այստեղը ո՞րն է, հստակ ասա տեղը, որտեղ։ Ականջներին եւ ականջները որտեղ են։ Ականջները որտեղ են։ Գլխիկ։ 300 մեգաբայթ Սիլվա Հակոբյան, առավելագույն 900 մեգաբայթ, մի հատ ծափար ենք բարձր Սիլվային։ Օգնել են։ Վարդանի հերթը եկավ եւ ձայնային հաղորդագրություն հնչելու Վարդան քեզ համար, իհարկե ես կարծում եմ, որ պետք է դու հավաքես քեզ, կենտրոնանաս եւ ուշադիր արջին մոռանաս։ Մի բա, արջել չկա, վերջ։ Եվ այսպես ձայնային հաղորդագրություն պատրաստ ես։ Այո։ Գնաց։ Բալես, Վաչիկ ջան, ոնց ես այ բալես։ Լսի էլի տուգանքներ են եկել մեքենայիդ վրա։ Ասացի սենց ասեմ էլի մի անգամից, բալա ջան։ Ուրեմն ցավը տանեմ, առաջին արագաչափն ա ուղարկել փետրվարի 26-ին Կիևյան փողոցում 20000 դրամ։ Այ տղա, դանդաղ քշի էլի, այդ փողն էլ մի ուրիշ տեղ կօգտագործեիր, ասենք քեզ մի հատ տաբատ կառնես, 3 սեզոն կհագնես, վատ կլինի։ Մի հատն էլ սխալ տեղում ես կայանել, մարտի 3-ին, էդ էլ Հալաբյան փողոցի վրա է։ Մի հատ տեղ ես թողել, որտեղ որ չի կարելի։ Էդ էլ 15000 դրամ ուղարկել են մարդիկը հենա։ Այդ փողով էլ 5 կիլո միս կառնեինք, քերուտ հարութին կկանչեինք, այն իրա ձևով խորոված կաներ, կուտեինք կգնար, ֆատ կլներ, այդ ցավը տանեմ։ Հենա մի հատ էլ ապահովագրության ժամկետն անցած ա եղել մարտի 7-ին, այդի 18000 դրամ ա եկել։ Լսի, բայց այդ երևի արդեն նորացրած կլինես, չէ։ 18000 այսօր քիչ փող չի։ Մի հատ քեզ սիրուն գլխարկ կառնեիր, ձեռնոց ձմեռային սիրուն կհագնեիր։ Մաման մեռնի ջանիդ։ Դե նայ, ցավը տանեմ, ընդհանուր 53000 դրամ ա։ Բալես հանկարծ ուշացումներ չանես, էլի թե չէ ավելան այ ցավը տանեմ։ Դավայ դե գնա մի անգամից մուծի, որ ավելորդ գլխացավանք չունենաս։ Բալես մեկ էլ զանգի են Լևոնին էլի 3 շաբաթա գալիս ա քեզ ա հարցնում։ Շատ ջիջարով։ Վերջինը դեպքը։ Ամեն ինչից տեղյակ։ Վարդ ջան, ոնց ես։ Լավ են։ Չեղեք նոր արդյոք։ Ինչ կա, արջին հիշում ես։ Արջի մոռանան Լավ, մի անգամից աց Վարդանին 300 մեգաբայթ առաջին հարցը, որ ամսին եւ երբ էր եկել առաջին տուգանքը։ Հա, փետրվարի 26-ին։ Մենք մենակ ամիսն էինք հարցրել, բայց մանրամասներ ասում Վարդանի 300 մեգաբայթ։ Կիևյանի վրա էր կարծես։ Հիշում եմ։ Եվ այսպես երկրորդ հարցը, որքան էր կազմում ապահովագրության տուգանքը։ 18000 300 մեգաբայթ։ Եվ երրորդ հարցը, ինչպես էր Վաչիկի քեռու անունը։ Ես թվերի վրա եմ կենտրոնացել անունը։ Թվերով ասա անունը։ Չեմ հիշում։ Քերին կգար խորոված կաներ։ Չեմ։ Սենց ասեմ, մեջը թիվ կա։ Հետ հաշվարկ նորայր խնդրում եմ։ 3 2 Պատասխան 1 8
600 մեգաբայթ ընդհանուր Վարդան Բադալյան, եկեք ծափարենք Վաչի վրան եք ընտրնացել։ Եվ հերթասավ նորո GPT-ին, Վաչ ջան, պատրաստ ես։ Պատրաստ ես։ Պատրաստ ես լուրջ։ Եվ այսպես։ Ընդամենը 3 հարց ես տեսնելու նոր ջան գնաց։ Նշիր 3 գիշատիչ կենթանի։ Օ, վիշապ, փայտփորիկ, լորտու։ Ինչ է անում Ձմեռպապա Ամրանը։ Լողանում է սառույցի մեջ։ Ինչ ռեկորդով է հայտնի Թիմ Կոկերը։ Գազավորված ըմպելիքների մատակարարմամբ։ Շարունակիր ասացվածքը, ճտերն աշնանն են հաշ։ Հաշ 2 SO 4։ Մյուս հարցը հնչում է այսպես, ինչ կերպար կուզենայիր կերտել թատրոնում։ Ինքնաթիռի։ Նստեին վրես քշեի։ Բաչ են քշել։ Պատմիր վերջին երազդ մի քանի բառով։ Գիշերեր, իմ հոգին դատարկ էր։ Երկեր ես լսում։ Նորոյ երազից քեզ դիտումներ ա գալիս YouTube-ում։ Ականջականներով եմ քնել։ Գիշերեր իմ հոգին դատարկ էր եւ վարունգ։ Այն որ երազը մի քիչ խառն ա լինում այդ բանը։ Ասա ես քեզ սիրում եմ Մորզեի այբուբենով։ Տեկերը Մասուրի։ Okay, նորո GPT-ներ ծափարենք նորոին։ Ոչ էլ ծափարենք։ Մեր արհեստական բանականությունն է դեռ լավ չի հասկանում մի անգամից, բայց պատասխաններ եղել է որ ճիշտ է։ Հա, պատասխաններ եղել են ու արդեն կամաց վարժվում է, էլի։ Եվ այսպես, եթե պատրաստ ես, Վաչե։ Խնդրեմ, քանի շուտ է։ Առաջին հարցը հնչում է այսպես. ըստ նորոյի որոնք են 3 գիշատիչ կենթանիները։ Լորտու փայտփորիկ վիշապ։ 300 մեգաբայթ։ Մյուս հարցը ինչ ռեկորդով է հայտնի Թիմ Կոկերը ըստ նորայրի։ Գազավորված ըմպելիքների մատակարարման։ 300 մեգաբայթ Վաչե Երիցյանին եւ ըստ նորոյի Մորզեի այբուբենով ինչպես է հնչում ես քեզ սիրում եմ արտահայտությունը։ Ես ասեմ։ Տեկերը Մասուրի։ 300 մեգաբայթ Վաչե Երիցյանին բարձր ծափարենք։ Բայց ինձ դուր ա գալի տեկերը Մասուրի։ Տեկերը Մասուրի։ Գրիգ տեկերը Մասուրին հիշում էի։ Ահա։ Տեկերենը գիտես։ Նորո ինչ է։ Էլ դարձի մեջ նորոյին էր մոռացել։ Լավ եկեք ամփոփենք երրորդ փուլի միավորները եւ հասկանանք թե ով է մեզ լքելու այս փուլից հետո իհարկե մենք տխուր կլինենք, բայց հետո տենց կասնիկ գնել։ Եվ այսպես միավորներն ենք ամփոփում։ Վարդան Բադալյանին եկեք ծափարենք։ 1400 մեգաբայթ։ Վաչե Երիցյան 1500 մեգաբայթ։ Եվ մեր խաղի առաջատարը Սիլվա Հակոբյան 1700 մեգաբայթ։ Դա նշանակում է, որ մեր խաղը տեսեք ինչ դեպ պատածվեց եւ առաջին հայացքից թվում է թե այնտեղ անկյունում նստած խելոք օթաչուն, ով երբեք չի խաղացել Շերլոկ Հոլմսի կերպար, դուրս է մնալու եւ գնալու է այնտեղ եւ իր Airbus-ի մոտ լացելու, բայց ոչ, ինքնաթիռը հաղթեց ավտոբուսին։ Վարդան, եկեք Վարդանի բարձր ծափարենք, իհարկե Վարդան Բադալյանի։ Շատ հաճելի է, շատ Բարձր ծափարենք Հայաստանի լավագույն երգիչներից մեկին, իսկ մենք կհանդիպենք ընդամենը մի քանի վայրկյան անց եզրափակչում եւ սուպեր եզրափակչի եւ մեր ռետրո մրցանակի համար կպայքարեն Վաչե Երիցյանը եւ Սիլվա Հակոբյանը։ Այ քեզ լավ իրոք։ Դե ինչ, հասանք եզրափակիչ մեր հյուրերը Վաչե Երիցյան եւ Սիլվա Հակոբյան մի հատ բարձր ծափարենք։ Պայքարելու են սուպեր եզրափակիչ դուրս գալու համար, իսկ այս փուլը մեզ կօգնի ավելի գեղեցիկ դարձնել մեր հատուկ հրավիրված հյուրը։ Ես առաջարկում եմ ձեր ծափարությունը ներքո, այստեղ հրավիրենք խաբեբա առևտրական Համիկին։ Ընտիր, բարիվորություն ես։ Բարիվոր։ Ես Համիկն եմ, ոնց որ ասեցի, ավելի հայտնի որպես Սամվել։ Ներկայացնում եմ մեր կողքի։ Ոստ է Համիկն եմ ավելի հայտնի որպես Սամվել։ Ավելի Արտաշ ջան, լսի, միջև վերջ լսեք։ Մեր կողքի գյուղն եմ ներկայացնում։ Սահակյան Մայքլը գյուղապետը, մեր գյուղապետն էր, էլի ոնց որ խնդիրներ ունեցանք իր հետ, մի 25 տարվա տենց ազնական պատմություն ունենք։ Բայց այդ չեմ պատմի, մի խոսքով դրա համար էլ եկել եմ մեր կողքի գյուղն եմ ներկայացնում, բերել եմ ձեր համար մի ընտիր միրգեղեն եմ ծաղկելու։ Մի բանջարեղեն կանաչեղեն։ Ինչ եք ծախում, խնդրեմ ասեք։ Առաջինը եկեք սկսենք։ Ինչ էր սա։ Խնձորից։ Ընտիր խնձոր։ Ընտիր գույնը նայում եք։ Որտեղի խնձորը։ Խնձորը ես ամբողջը ներկայացնեմ։ Խնձորի համը բխում է Արարատյան դաշտավայրից։ Բայց գիտես որ խնձորներից է։ Այն որ
Որ երեխեն sense գուրգենչիկը վազելով գալիս ասում պա ինձ ֆոնդի փող են հավաքում ինձ 17800 դրամ փող տուր ասպես այ տղա ինչ ֆոնդի փող գնաս առնարից մի հատ խնձոր լվա բեր ուտենք այ այդ խնձորն է հենց հիմա եթե կուզես 4500 դրամ վերցնում ես 5 կիլոն տալիս եմ տանում ես ուզում ես 7000 տուր Չէ, լավ է։ Իմ համար տարբերություն չկա։ Լավ, մենք ոնց թե 4500-ի շատ թանկ է։ Ես խանութում տեսել եմ 460 դրամ է, ոնց 4000։ Խնդրում եմ մասնագետների առաջարկները մի ընդհատիր քո ինչ-որ սիրողական կարծիքներով, Գրիգ ջան։ Գրիգ չէ, ճիշտ եմ հիշում։ Հա, ասնեմ միանգամից կանաչեղենին։ Կանաչեղենը ծնեփեք Սամիտ, Ռեհան, Քունջուտ։ Չկա։ Բայց կա ուրեմն այնտեղ սոխ, բոխ եւ թարխուն։ Լավ, խնդրում եմ մեկ էլ կանաչի գները ծանոթացնեք։ Կանաչեղենը խառը գներ է, այդտեղ 250 դրամ, 1450 դրամ, օրինակ Ռեհանը 1450 դրամ է։ Բոխկը 450 է, անկեղծ եմ ասում, ին վրա 400 դրամ է եղել։ Ես ասենք իմ ձեռքով, իմ քրտնաջան, իմ ճպռոտ, իմ էս տանջալիս ձեռքերով գնացել եմ մեր կողի սուպերմարկետից, Կարիշ Մարա սուպերմարկետից վերցրել եմ, բերել եմ ստեղ գորգոնե արանքը մի 10 դրամ փող աշխատեմ։ Լավ, հերիք այս թեման։ Դապարենք մեր հյուրան։ Նա խնդրեմ փորձարկենք, Բաչե ջան, այդ ձայնը։ Սիլվա։ Հրաշալի է։ Ուրեմն Հիմա այս ձև է լինելու, ուրեմն մենք կարդալու ենք հարցեր եւ ով առաջինը գիտի ճիշտ պատասխանը, պարզապես սուլում է, Համիկ ջան, մի հատ մի խանգար է։ Շվեցնում է։ Պարզապես այո, սուլում է եւ ամեն ճիշտ պատասխանը 400 մեգաբայթ։ Այսինքն այստեղ է որոշվելու ով է դուրս գալիս եզրափակիչ։ Եվ այսպես ձեր ծափարությունների ներքո առաջին հարցը։ Ինչպես է Սամվել Գծիկ Համիկի գյուղի գյուղապետի անուն ազգանունը։ Ես անունը։ Դու ազգանունն ես հիշում։ Ոնց որ Միքայելյան։ Միքայելյան, իսկ դու։ Մայքլ։ Մայքլ Սահակյան, իրականում։ Բաչեին 400 մեգաբայթ, եկեք ծափարենք։ Ոնց է Համիկի տղայի անունը։ Գուրգենչիկ։ Գուրգենչիկ 400 մեգաբայթ։ Վերսա։ Գուրգենչիկը ես եմ։ Ըստ Գրիգի խանութում ինչքան է խնձորը։ 4500։ Չէ, դի ըստ իրա էր։ Բայց ես ասացի այ ախպեր, խանութում 450։ 450 տիկոսկի կարող ինձ վրա լներ, ես ինչքա կծախել որ սուպերմարկետում էլ դե։ Խնդրը ավելի համով է։ Ախուն զոր չէ։ Ահա։ Ասենք 450-ով առել, հա։ Ինքն 10 դրամ էլ ունի հերիքա ինձ։ 460 առանց ուշել 400 մեգաբայթ։ 460 մեգաբայթ Ալբեն Սիլվայի։ Հաջորդ հարցը, որ սուպերմարկետից էր առնում իր ապրանքները։ Ահա։ Կարամարիշ։ Կարիշ Մարա։ 400 մեգաբայթ։ Կարիշ Մարա։ Սիլվա Հակոբյան։ Դե ինչ, ամփոփենք եզրափակչի միավորները, Համիկ ջան, եթե կարելի է, ձեր ծափերի ներքո եւ այսպես։ Եվ 14-րդ հոբելյանական հաղորդման հաղթող է դառնում ու դուրս է գալիս սուպեր եզրափակիչ 2500 միավորով Սիլվա Հակոբյան, եկեք ծափարենք։ Բա։ Բայց մենք ունենք անակնկալ Վաչե ջան, քանի որ դու երկրորդ տեղն ես բացել, երկրորդ տեղը եւս ռետրո մրցանակ, ես այստեղից նետում եմ դեպի քեզ, խնդրում եմ հենց հիմա բացես, որպեսզի բոլորը տեսնեն։ Տեսնենք մեր ստեղծագործական թիմը ինչ ռետրո մրցանակ, անկեղծ մենք չենք իմանում։ Ինչ է։ Մենք չգիտենք։ Ես արդեն գուշակում եմ։ Իմ մանկության Նույն ինքը Տետրիս։ Այ, բացի, մեծ բացի։ Բացի անի տես որ մեջ ամենասիրածս խաղը տանկերը։ Տետրիս։ Հիշեցիք։ Եկեք։ Յանումա։ Իհարկե, Վաչեին ծափարենք բարձր։ Անջատվեց Վաչեն։ Վաչեն ուրախայինանում է։ Բաջեն սրա համար էր եկել։ Մինչև Վաչեն շարունակում է չխանգարենք Վաչեն իմացես կտանենք, իսկ Սիլվա Հակոբյանի հետ կհանդիպենք սուպեր եզրափակչի ժամանակ։ Ակին էսա խա։ Դե ինչ, առաջին ալիքի եթերում իշաչար երեկոյի այսօրվա մեր սուպեր եզրափակիչն է և սուպեր երգչուհի, սուպեր գեղեցկուհի, սուպեր մայր, Սիլվա Հակոբյանը, եկեք ծափարենք, սուպեր եզրափակիչ ընդամենը Սիլջան, մեկ հարց, բայց պարզա չէ, որ լինելու է երեկոյի ամենադժվար հարցը, մեկ հարց ընդամենը, իսկ հարցը հնչում է այսպես, ամբողջ երեկոյի ընթացքում Քո կողքին նստած էր Վարդան Բադելյանը։
Դուք միասին իրար հետ հումորներ եք անում, խոսում եք, շփվում եք, բայց դու պետք է հասցնեիր նկատեիր, թե ամբողջ երեկոյի ընթացքում ինչ գույնի էր Վարդան Բադալյանի պիջակի այս գրպանի թաշկինակը։ Մի րոպե։ Իրա բլուզը սպիտակ է։ Ամեն ինչ պետք է հիշենք։ Իրա բլուզը սպիտակ է։ Արեք լոգիկայով փորձ։ Արի հիշենք Վարդանի։ Լոգիկայով եմ փորձում։ Գնացինք։ Պիջակը ամենակարևորը ինչ գույն էր։ Կապույտ էր։ Կապույտ, բաց կապույտ ու։ Այո, կապույտ, բաց կապույտ հենց։ Չէ, ռեալ ճիշտ պատասխանա։ Կապույտ, այդպիսի բան եմ, որտեվ հիշում ինչ որ կա չխանգարող կապույտ գույներ, բաց կապույտ, մուգ կապույտ։ Այո, Ասեց, նոր ասեցի։ Բաց կապույտ։ Հիմնական գույնը Կապույտ, Ուրիշ կապույտ։ մուգ։ Մուգ կապույտ։ Այս վրան բաց կապույտ գծերը կան։ Ադետի գնա է։ Սիլվա Հակոբյան եք բարձր ծափարեք։ Շատ ճիշտ ասել։ Մեր տաղի հաղթողը եւ ես, մեր սուպեր եզրափակչի մրցանակ ուզում տամ Սիլվային, ահա այսպես, բայց պետք է խնդրեմ բացես, որովհետեւ անկեղծ մենք էլ չգիտենք ինչ ամ։ Էտա։ Երեխեքս այսօր սոված չեն մնա։ Ոնց սոված։ Էսը կմերն է։ Քաղցր բրինձ Շատա։ Քաղցր բրինձ։ Հիշում եք։ Նայեք, Դա ծափարենք Սիլվա Հակոբյանին։ Երեխեքը սոված չեն մնա։ Ու նաև կիմանան փոքր ժամանակ մենք ինչ ենք կերել։ այո, շատ լավն է։ Եվ վերջին խոսքը քո այսօրվա։ Իրականում ասեմ, միշտ մտածել եմ, որ ես այս հաղորդման չեմ կարող մասնակցեմ, հիշում ես, Գրիգոր դու զանգեցիր, ասացի, ախր ես ուր հիշողությունն ու դրանք շատ հեռու են իրարից։ Բայց դες հիշում ես, որ տես բան ես ասել։ Հա, դες հիշում եմ։ Շատ հավես էր։ Այն որ հաղորդման սկզբից ասցիրով գալիս է, հետո ասում ինչ լավներ էլի կգանք։ Հա։ Արդարաժողով Սիլվա Հակոբյանի բարձր ծափարենք։ Իսկ դուք սիրելի հեռուստադիտողներ, եթե հենց հիմա նստած եք ու ձեր կողքեր ինչ-որ բաներ ա կատարում ու դուք ասում եք, ադե կարևոր չի, տենց բան մի արեք, ամեն ինչ հիշեք, ամեն ինչ կարևոր է ու մեկնաբանություններում YouTube-ում գրեք, թե ինչ նվեր կուզեք հաջորդ շաբաթ լինի։ Դեպի ինձ հուշեցին, որ սա մեկնաբանությունով հուշած նվեր էր։ Քավլիցի։ Ապրես եւ այս հրաշալի հայոց լեզվով էլ առաջարկում եմ ավարտենք այսօրվա հիշաչար երեկոն։ Մենք կհանդիպենք հաջորդ 5 շաբթի երեկոյան, իհարկե, առաջին ալիքի եթերում բարի գիշեր բոլորին։